Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության եթերում մարզային տեղեկատու լրատվական ծրագրի հերթական թողարկումն է։ Ծրագրում տեղկտած նորություններին ծանոթացեք նախ համառոտ տեսաշարով։ Վաղուց ասֆալտի երես չտեսած Սևյան փողոցը ասֆալտապատ է, Լիսինյանն էլ շուտով կնորոգվի։ 1 միլիարդ 320 միլիոն դրամի շրջանակներում աշխատանքներն իրականացվում մի քանի տասնյակ օբյեկտներում։ Տեխնոպարկը գաղափար է, որ իրականություն է դառնում կամաց Գյումրիում բացվել է ինժեներական հետազոտությունների նոր լաբորատորիա։ 3 միլիարդ դրամ Գյումրու բժշկական կենտրոնի շինարարության համար ժամկետներում շինարարը կտեղավորվի, պատասխանատուներն էլ աշխատանքի որակից դժգոչ են։ Մասնագիտական տոնին դժգոչը մնացին առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, նոր շուրջ մշտապես նորարարության կարիք ունեցող մասնագիտության ներկայացուցիչների տոնին, պատվոգրեր, խրախուսանք ոլորտի մի շարք ներկայացուցիչների։ Նույն ոլորտի շտապօգնության կայանի աշխատակիցներն այլևս ստիպված չեն լինելու ջարդուփշուր մեքենաներով կանչեր սպասարկել։ Կառավարության որոշմամբ 8 նոր շտապօգնության մեքենա տրամադրվեց Շիրակի մարզին։ Անհրաժեշտ ուշադրություն տուբերկուլյոզով հիվանդ ընտանիքների երեխաներին, ամռան ամիսները նրանք կանցկացնեն առողջարանում։ Առողջ ապրելակերպ առողջ ընտանիքներում անցկացվեց լավագույն մարզական ընտանիք մրցույթի մարզային փուլը, մասնակիցների թիվը հանրապետությունում եռապատկվել է։ Այս եւ այլ նորությունների կծանոթանանք առաջիկա մի քանի րոպեների ընթացքում։ Մարզերի բնակչության կենսամակարդակի բարելավման համաչափ զարգացման նպատակով նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այս տարեսկզբին հանրապետության բոլոր մարզերին պահուստային ֆոնդից գումարներ հատկացվեցին։ Գումարներն ուղղվել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանը։ Շիրակի մարզին հատկացված 1 միլիարդ 320 միլիոն դրամի շրջանակներում աշխատանքներ են սկսվել 25 անվանում օբյեկտներում։ Այդ թվում մեկ ծրագիր է համարվում 81 բազմաբնակարան շենքերի կտուրների հիմնանորոգումը։ Շինարարական կազմակերպությունների աշխատանքը ամենօրյա հսկողության տակ է ինչպես տեխնիկական և հեղինակային կազմակերպությունների կողմից, այնպես էլ մարզային իշխանությունների։ Օրերս շինաշխատանքների ընթացքին կրկին հետևելու նպատակով շինհրապարակներ այցելեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը։ Սա Սևյան փողոցն է, ընդամենը 2 ամիս առաջ ասֆալտի մասին տասնամյակներ երազող ամռանը փոշու մեջ կորած մոռացված համարվող այս փողոցը առաջնահերթ խնդիրների լուծման ծրագիր ընդգրկվեց եւ այժմ արդեն այս տեսքն ունի։ Թաղամասի բնակիչները աչքերի տեսածին հազիվ են հավատում, վերջապես խոստումը գործի է վերածվել։ 10 տարի ես թաղում եմ աշխատում, 10 տարի բնակիչները ինձ անընդհատ են ինչ պետք է եղնի մեջ թաղի վիճակը վերջապես Օրենսդրություն է դա ինչ է ուրախանա, բայց սիգորերին շատ եմ ուրախացել։ Վիճակախաղում շահելու նման մի բան էր այս փողոցի կառուցումը, ասում են բնակիչները։ Շիրակի մարզպետը նշում է, փողոցն ընտրվել է հաշվի առնելով անանցանելի վիճակը։ Հիմա կարևոր աշխատանքները որակով իրականացնելն է։ Շինարարը պարտավորվում է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք։ Ջրահեռացման համակարգը նորմալ պետք է լինի, փողոցի պահպանության հարցը առաջնային է համարվում։ Սա Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հատկացված պահուստային ֆոնդից կառավարության գումար է։ Եթե մենք չկարողանանք պահենք որակը եւ ժամկետը, հետագայում մենք այդ ծրագրերը չենք կարող շարունակենք։ Որպեսզի մենք հետագայում խնդիրներ չունենանք, պետք է հիմա որակ եւ ժամկետը պահպանել։ Հանկարծ ժամկետի մեջ, ասենք մի տարի հետո այդ ճանապարհը քանդվեց, դուք ձեր գրպանից ծախսերը անելու եք։ Փողոցն ամբողջությամբ հիմնանորոգվում է, սակայն գումարների սղության պատճառով այս ծրագրով մայթերի բարեկարգում չի իրականացվելու։ Այդ աշխատանքները կիրականացվեն հաջորդ ծրագրով արդեն։ Մայթերը կանենք մյուս ծրագրով, այսինքն այս պահին մենք չենք կարող միանշանակ մայթեր անենք։ Մայթերը կանենք հետագա շարունակական ծրագիր ելնելու, այդ հատկացված գումարների շրջանակում մայթերն կառուցենք։ Ընդհանուր առմամբ առաջնահերթ խնդիրների լուծման այս ծրագրով նախատեսվում է մարզի 4 փողոցների հիմնանորոգում, որից 2-ը Գյումրիում։ Գյումրիի փողոցների համար նախատեսվել է 200 միլիոն դրամ գումար։ Սևյան փողոցում մոտ 950 գծամետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ենք անում, այսինքն փողոցի այն հատվածներ, որը տասնյակ տարիներ հիմնանորոգման չէր ենթարկվել եւ գրեթե անանցանել էր։ Այս ծրագրի շրջանակներում այդ փողոցի վրա ներդրվում է մոտ 160 միլիոն դրամ գումար եւ այդ փողոցը դառնում է բարեկարգ գեղեցիկ փողոց, ընդ որում այդ փողոցը հանդիսանում է միջպետական ճանապարհի հատված, Սպիտակ Գյումրի Թուրքիայի սահման ճանապարհի հատվածն է։ Այս փողոցի բարեկարգումը կնպաստի նաև քաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափմանը։ Սևյան փողոցից զատ հիմնանորոգվելու է նաև Լիսինյան փողոցը, 40 միլիոն դրամ է հատկացվել այդ նպատակին։ Նախատեսված ճանապարհահատվածում խճաքարերն արդեն լցված են։ Զարգարյան եւ ընկերներ շինկազմակերպության ղեկավար Չուբար Զարգարյանը Աշոտ Գիզիրյանին խոստացավ հունիսի վերջին փողոցը վերջնական տեսքով շահագործման հանձնել։ Մոտ 400-450 գծամետր ճանապարհը մինչև 8-րդ դպրոցի տարածք լրիվ կհիմնանորոգվի ինչպես թաղամասի բնակիչների, այնպես էլ դպրոց հաճախվող երեխաների ծնողների համար գեղեցիկ բարեկարգ փողոց կդառնա։
Այնուհետև Շիրակի մարզպետն այցելեց նաև թիվ 3 արհեստագործական ուսումնարան 19-րդ դարավերջի այս կառույցն անցնող տարիների ընթացքում հասցրել է քայքայվել։ Այս ծրագրով նախատեսվել է ուսումնարանի տանիքի և սանհանգույցի նորոգում 12 միլիոն դրամի շրջանակներում։ Շիրակի մարզպետն հատկապես կարևորում է այսօրինակ ուսումնական հաստատությունների բարեկարգ լինելը, քանզի այս ուսումնարանի սաներն իրապես հիանալի աշխատանքներ են կատարում թե քանդակագործության, թե ձեռագործության առումով։ Նշենք, որ 1 միլիարդ 320 միլիոն դրամի շրջանակներում ջեռուցման համակարգեր են անցկացվում 6 դպրոցներում, մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվում 8 դպրոցներում։ Թիվ 15 դպրոցում նորոգվելու է մարզադահլիճն ու ճաշարանը։ Աշխատանքները մեկնարկել են, նախատեսված գումարը 51 միլիոն դրամ է։ Կատարվել է ամրացման աշխատանքներ, բետոնային աշխատանքներ, քանդման աշխատանքներ, հողային աշխատանքներ, որից հետո կատարվել է ուսիլենից հետո էլ կատարվի հարտացման աշխատանքներ։ Բետոնային աշխատանքը վերջանալուց հետո կատարվի կդուրի աշխատանքները։ Իդեպ մարզի մի շարք համայնքների 81 բազմաբնակարան շենքերի կտուրների նորոգման համար հատկացվել է 486 միլիոն դրամ։ Շուրջ 40 կտուրների հիմնանորոգումն արդեն ավարտված է։ Գյումրիում կկառուցվի 35 բնակելի կտուրներ Անի և Արագած թաղամասերում։ Գյումրու տեխնոպարկը գաղափարական մակարդակից իրականություն է դառնում, գործնական քայլերը չեն հապաղում։ Հիմնադրվել և գործում է մի քանի լաբորատորիաներ, օրերս էլ բացվեց ինժեներական հետազոտական տարածաշրջանային նոր կենտրոն։ Այս լաբորատորիան լրջագույն ուսումնասիրություններ ու ծրագրեր է իրականացնելու։ Առաջիկայում կբացվեն ևս 2 կենտրոններ՝ կոնստրուկտորական և մուլտիմեդիա, իսկ տեխնոպարկի տարածքում պլանավորվում է ազատ առևտրի գոտու հիմնում։ Այն, որ Հայաստանը գիտելիքային տնտեսության զարգացման կարիք ունի, փաստում են թե տնտեսագետները, թե մեր երկրի իշխանավորները։ Հենց այս նպատակով էլ Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ծրագիր մշակվեց, որն էլ քայլ առ քայլ կյանքի է կոչվում։ Ծրագրի հետազոտական հատվածը գործում է արդեն։ 2 խոշորագույն լաբորատորիաներ են բացվել համապատասխան սարքավորումներով։ Գործում է նաև հանրահայտ D-Link ընկերության տեղի ինժեներական լաբորատորիան։ Գյումրեցի ինժեներները աշխատելու են եւ D-Link-ի համար խնդիրներ լուծեն։ Այսինքն լաբորատորի հետազոտական կենտրոնը ինչ-որ ինքը բացառիկ, այսինքն ինչ ենք մենք բացառիկ համարում։ Այստեղ ոչ թե վաճառքի կենտրոն է բացվել, վաճառքի կետ, այլ բացվել է հետազոտական կենտրոն։ Այստեղ մենք ոչ թե վաճառքով են մարդիկ զբաղվելու, մարդիկ խնդիրներ են լուծելու, բավական բարդ խնդիրներ։ Լաբորատորիան դեռևս տեստային փուլում է եւ պլանավորված է, որ ամեն 4 ամիսը մեկ ինքը կրկնապատկի աշխատակիցների քանակը, այսօր գործում են 5 աշխատակից եւ հույս ունենք, որ 4 ամիս հետո մենք արդեն կրկնապատկված կունենանք եւ այս տենդենսը կշարունակվի։ Ներկայումս D-Link-ի Գյումրու լաբորատորիայում 5 բարձրակարգ ինժեներներ են աշխատում։ 2-3 տարիների ընթացքում նրանց թիվը կգերազանցի 3 տասնյակը։ Մասնագետներ, ովքեր հնարավորություն կունենան բարձր վարձատրություն ստանալ։ Բացառիկությունը նաեւ ինչումն է, որ D-Link-ը գյումրեցի ինժեներներին չի մոտենում որպես էժան աշխատուժ, այսինքն իրանք վարձատրվում են երևանյան ռեյթերով։ Մոտեցում, որ Գյումրիում է գյումրեցի, ուրեմն կարող ենք մենք իրան ցածր վարձատրել, այդպիսի մոտեցում չկա։ Առաջերտին, որ մենք աշխատում ենք Երևանից ոչ պակաս գներով, նախ զարգացում է, քանի որ տարածաշրջանում չկա նման կենտրոն, թե Վրաստանում, թե Ադրբեջանում, թե Հայաստանում, միայն Գյումրիում է։ Աշխատանքներն այսքանով չեն սահմանափակվում, գործում է նաև դրամաշնորհային ծրագիր։ 2 դրամաշնոր արդեն տրամադրվել է, ևս 4-ը բիզնես գաղափարների մրցույթների շրջանակներում նախատեսվում է 2011-ին հատկացնել։ Հեռանկարներն այսքանով չեն սահմանափակվում։ Գյումրեցիները շատ են սիրում, որ սպասել շենքի կառուցմանը, մենք այսօր արդեն փաստում ենք, որ Գյումրու տեխնոպարկը կամ տեխնոլոգիական կենտրոնը արդեն իսկ գործում են, կան դասընթացներ, համագործակցության համալսարանական կենտրոնների հետ, բացված են լաբորատորիաները, կատարվում են վերապատրաստումներ, աշխատանքի են ընդունում մարդիկ, արտադրվում է պրոդուկտ, իսկ շենքը դա ավելի մեծ գաղափարի։ Տեխնոպարկի ծրագրի շրջանակներում նախատեսվում է տարածքում ազատ առևտրի գոտու ստեղծում։ Տեղի մասնագետները հաշվի են առնելու միջազգային փորձը։ Ազատ առևտրի գոտու զարգացման գործարար գաղափարների վերլուծություն է իրականացվելու։ Մենք դիտարկում ենք խնդիրը շատ կարևոր է Հայաստանի ընդհանուր պատկերի վրա եւ պատկերի մեջ, ավելի ճիշտ տնտեսական, սոցիալ-տնտեսական զարգացումը եւ ոչ թե առանձին, որովհետեւ առանձին ինքը չի կարող լինել։ Տնտեսության զարգացման անհրաժեշտություն Հայաստանում իսկապես զգացվում է, խնդիրն հատկապես ակնառու է Շիրակի մարզում, որը երկրաշարժից հետո մեջն ամբողջապես ուղղել չի կարողանում։ Խնդիրները լուծելու համար պետք է փող աշխատել։ Փող կարող ենք աշխատել, եթե տնտեսապես զարգանանք, այսինքն տնտեսական զարգացման վրա շեշտադրում դրված։ Պարզեցված վարչարարություն, անմաքս տարածք, հատուկ պայմաններ առևտրի համար, սրանք ազատ առևտրի գոտու առանձնահատկություններից մի քանիսն են միայն, առանձնահատկություններ, որ տեխնոքաղաքին են բնութագրական։
Կառավարության որոշմամբ հունիսի 21-ը ամրագրվել է որպես բուժաշխատողի օր։ Մարդասիրական այս մասնագիտությամբ աշխատողների տոնն այս տարի նշվեց առանձնակի շուքով։ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառում, որի ընթացքում Շիրակի մարզպետարանի հուշամեդալով պարգևատրվեցին 2 բուժաշխատողներ։ Մի շարք մասնագետներ արժանացան պատվոգրերի Շիրակի մարզպետի, առողջապահության նախարարի կողմից առողջապահության ոլորտում ներդրած ավանդի մարդասիրական գործունեության համար։ Այս մարդիկ ամեն օր գործ ունեն ամենաթանկի մարդկային կյանքի եւ առողջության հետ, նրանց աշխատանքի շնորհիվ է, որ բազում կյանքեր են փրկվում։ Ուժային կառույցներից հետո առողջապահությունն համարվում է ռազմավարական հաջորդ կարևոր ոլորտը, որի արդիականացումն ու բարեփոխումներն առաջնային են համարվում։ Հաշվի առնելով ոլորտի ներկա իրավիճակը, բնակչության առողջական վիճակի բարելավման համար զարգացման գերակախնդիր է համարվում բուժծառայությունների որակի եւ մատչելիության բարձրացումը։ Վստահ եղեք, որ մենք արժանորեն գնահատում ենք ձեր շնորհակալ աշխատանքը ու շարունակելու ենք պետության հնարավորությունների մեծացմանը զուգահեռ բարելավել թե ձեր աշխատանքի պայմանները, թե լուծելու մարզի առողջապահության աշխատողների առջև ծառացած բոլոր խնդիրները։ Լուրջ վերակազմակերպման ու արդիականացման խնդիրներ են դրված մարզի հիվանդանոցային համակարգի առջև, սկսած այդ հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների արդյունավետության եւ աշխատանքի արտադրողականության աճից մինչեւ հիվանդանոցային ծառայությունների որակի եւ կառավարման համակարգերի բարելավումը։ Առողջապահությունն այն ոլորտներից մեկն է, որն իմ ամիջական ուշադրության կենտրոնում է, ասում է Շիրակի մարզպետը։ Կան մի շարք ոլորտներ, որոնք կարելի է այսպես ասած իմ ուշադրության եւ հսկողության կենտրոնում են։ Այդ ոլորտներում բացասական երևույթների վերացման ուղղությամբ ես հետևողական եմ լինելու։ Իսկ հիմա ուզում եմ բոլորի ամբողջ առողջապահության ոլորտի աշխատակիցներին, հատկապես շիրակցիներին, շնորհավորել տոնի կապակցությամբ, ցանկանալ ձեզ եւ ձեր ընտանիքների անդամներին առողջություն եւ երջանկություն։ Եվ ինչ եմ ձեզ ցանկանում, դուք մեզ պետք եք։ Ձեր աշխատանքային գործունեության մեջ ցանկանում եմ նորանոր հաջողություններ եւ ձեր գերումներ։ Առողջ եղեք, որպեսզի կարողանաք մեզ առողջություն պարգևել։ Առողջապահության նախարարն էլ վստահ է այն քաղաքականությունը, որ որդեգրել է պետությունը առողջապահության կազմակերպման որակի բարձրացման նպատակով բերելու է աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը։ Մեր մասնագիտությունը մենք ինքներս ենք ընտրել եւ մենք հպարտանում ենք մեր մասնագիտությունով եւ մենք ձեր հետ միասին դեռ շատ անելիքներ ունենք մեր ոլորտի եւ վարկանիշը եւ մեր ոլորտի հզորությունները բարձրացնելու կարևոր մի նպատակով, որպեսզի մենք կարողանանք յուրաքանչյուր մարդու տանք ամենաժամանակակից, ամենավորակյալ բուժօգնությունը եւ մատչելի բուժօգնությունը։ Հարություն Քուշկյանը վստահ է տարի այս ոլորտում արկա հիմնախնդիրները լուծվելու են, օրինակ Շիրակի մարզում բավական լուրջ ներդրումներ են իրականացվում նոր հիվանդանոցային համալիրների կառուցման նպատակով։ Առաջարկություններով բոլոր մարզապետներով հիմնանորոգեին եւ մարալիկը ոնց նշվեց, համաձայնենք, պարոն մարզպետ, պլանավորել ենք սեպտեմբերի 15-ից 0-ի սահմանում հանձնենք կենտրոնը նորից վերանորոգված 4 սահմաններ, միայն բացումներ, միայն ուրախություն, միայն ուժ։ Օրոտոնական է պարգևներն էլ առատ մարդասիրական գործունեության առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար Շիրակի մարզպետարանի հուշամեդալով են պարգևատրվում Աշոտսկի հիվանդանոցի աշխատակցուհի քույր Նոել Լոկատելին եւ Գյումրու ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանը։ Ծննդատան տնօրենը հուշամեդալը միայն իրենը չի համարում, ասում է բուժհաստատությունը բարձր գնահատականի է արժանացել բոլոր աշխատակիցների միահամուռ աշխատանքի շնորհիվ։ Աշխատանքները երբ որ գնահատական են տալիս են ավելի բարձր ղեկավարները եւ դա ինձ համար իրոք անակնկալ էր մարզպետի կողմից ստանալ հուշամեդալ, չէր կարող դա չի կարող դա իր հետևանքը չունենա եւ ես համոզված եմ, որ այն եռանդը, որ ունենք, մենք կրկնապատկելու ենք։ Երկարատև բարեխիղճ եւ ամենացորդ աշխատանքի համար առողջապահության նախարարի Շիրակի մարզպետի կողմից մարզի մի շարք բուժաշխատողներ պատվոգրերի արժանացան։ Պատվոգրեր շնորհվեց նաեւ արմիության կողմից։ Պատվոգիրը այս ինձ մեծ ողջավորություն պատճառեց, ինձ տրվեց զգացում, որ ինչ որ արվել է իմ կողմից ճիշտ է արվել եւ պետք է տասնապատիկ ավելի մեծ ջանասիրությամբ արվի։ Պատվոգրերից զատ բուժհաստատությունների 8 աշխատակիցներ Շիրակի մարզպետի կողմից դրամական պարգևներ ստացան։ Գրետա Համբարձումյանը մարզային հիվանդանոցում է աշխատում։ Սանիտար է, 3 անչափահաս երեխաների մայր է, ասում է չի էլ հիշում, թե երբ էր նման ուշադրության արժանացել։
Ես խորին շնորհակալություն եմ հայտնում նման վերաբերմունքի համար, շատ գոհ շնորհակալ եմ։ Մարալիկի առողջության կենտրոնի բուժքույր Սոֆիա Խաչատրյանը վստահ է, եթե յուրաքանչյուր բուժաշխատող իր աշխատանքին նվիրված լինի, մարդկային շատ կյանքեր կփրկվեն։ Շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողների տոնը, ցանկանում եմ բոլորին առողջություն։ Առողջապահության նախարար Շիրակի մարզպետի ուղեկցությամբ այցելեց նաև Գյումրիում կառուցվող նոր բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ Նշենք, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առողջապահության համակարգի արդիականացում 2 ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում վերանորոգվելու են մի շարք ամբուլատորիաներ ու առողջության կենտրոններ, մոտ 20 բուժմանկաբարձական կետեր։ Մարզի հիվանդանոցային հաստատությունների ցուցանիշների ուսումնասիրության հիման վրա կառավարությունը եկավ այն եզրակացության, որ համակարգի առողջացման ամենաօպտիմալ տարբերակը Գյումրիում հիվանդանոցային ծառայությունների կենտրոնացնում է մեկ տեխնիկապես հագեցված արդիական շենքային պայմաններ ունեցող բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Ըստ փորձագիտական գնահատականների այս տարբերակի դեպքում ապահովվել է բուժօգնության բարձր որակ, ծառայությունների առավելագույն արդյունավետություն։ Գյումրիում նախորդ տարվանից մեկնարկել են բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները։ Կառուցվող բուժհամալիրը միավորելու է Շիրակի մարզային, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական եւ Սամարիթեր հիվանդանոցները։ Այն ունենալու է 200 մաճակալ հզորություն։ Բժշկական սարքավորումների նոր ամբողջական փաթեթ նախատեսված ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների եւ վիրահատարանների համար։ Հիվանդասենյակները լինելու են առաջնակարգ, շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Շինարարը վստահեցնում է, ժամկետներում կտեղավորվեն, աշխատանքներում էլ թերությունները բացառվում են։ Առողջապահության նախարարն էլ կարևորում է նորակառույց կենտրոնում բարձրակարգ մասնագետների աշխատելը։ Ինչքան էլ մենք հիվանդանոցներ կառուցենք, ինչ տիպի սարքավորումներ մենք տեղադրենք այդ հիվանդանոցում, ինչ տիպի դեղորայք ունենանք, հիմնական շարժիչ առաջ տանող ուժը դա բուժաշխատողն է, բժիշկը, բուժքույրը, բուժաշխատողը։ Եվ պարտադիր մեր առաջնային մեր ուրեմն ուշադրությունը ուղղված է հենց բժիշկների որակավորմանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ձեռք է բերվել համաձայնություն Հայաստանին շտապ բժշկական օգնության 88 ավտոմեքենա նվիրաբերելու վերաբերյալ։ Ըստ այդմ, Չինաստանի կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ $5.5 միլիոն արժողությամբ 20 ռեանիմոբիլ, շտապօգնության 68 գծային մեքենա, անհրաժեշտ սարքավորումներով։ Շտապօգնության մեքենաներն ու ռեանիմոբիլները օժանդակ սարքավորումներով հանդերձ պաշխվել են Երևանի եւ մարզերի բժշկական հաստատություններին։ 8 մեքենա տրամադրվել է Շիրակի մարզին, Մեկական Արթիկին եւ Ամասիային, 6 մեքենա Գյումրիի շտապ բուժօգնության կայանին։ Այն, որ վերջին 20 տարիներին հանրապետության շտապօգնության պարկն ընդհանրապես չէր թարմացվել, բոլորը գիտեին։ Շիրակի մարզի շտապօգնության մեքենաներն այս առումով ամենավատթար վիճակում գտնվողներից էին։ Գյումրու շտապօգնության կայանը տասնամյակներ շարունակ աշխատել եւ մինչ օրս շարունակում էր բնակչությանը սպասարկել դառնապրած ու շարքից դուրս եկած մեքենաներով, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացնում նորմալ բուժօգնություն կազմակերպելու գործում։ Կայանի ամենաերիտասարդ ու թարմ մեքենան 20 տարեկան էր։ Այստեղ մեքենաները տեղից շարժելու համար գրեթե ամենօրյա վերանորոգման աշխատանքներ էին պահանջվում։ Մենք ներկայացրել ենք, որ մեր ավտոպարկը հարկավոր է թարմացնել։ Մեր ավտոպարկը թարմացնելու համար մեր ավտոպարկի մեքենաների միջին տարիքը 22-23 տարեկան է։ Շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման, ռազմավարության եւ այդ ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակացույցի համաձայն նախատեսված էր արդիականացնել շտապօգնության ավտոպարկը, ներդնել շտապօգնության գործակարգավորման միասնական համակարգ, գլոբալ նավիգացիոն համակարգ, մոնիտորինգի համակարգ, մշակել ծառայության համապատասխան չափորոշիչներ, իրականացնել կադրերի կրթման եւ վերապատրաստման ծրագրեր, որոնց մի մասը արդեն կատարվել է, իսկ մի մասը ընթացքի մեջ է։ Այս ծրագրի մեջ մտածել նաեւ դիսպեչերական ծառայությունը բարեփոխումներ կատարել, դրվելու են մոնիտորներ, դրվելու են կոմպյուտերներ եւ այդ սարքերը տնելուց հետո մեքենաները քաղաքում Երևան թե որտեղ են կանգնած, որտեղից ուր են գնում։ Հանրապետությունը բերվել շտապօգնության 88 ավտոմեքենա, դրանցից 8-ը Շիրակի մարզում են։ Մեկական մեքենաներ ուղարկվել են Արթիկ եւ Ամասիա, 6 մեքենա Գյումրիի շտապօգնության կայան։ Դրանք հագեցած են նոր սարքավորումներով, կապի նոր միջոցներով։ Մոտապես մենք ծրագրում ենք այնցև աշխատանքները կազմակերպենք, որպեսզի մոտ օրական աշխատախմբերի 70-90%-ը սպասարկվեն այս մեքենաներով։ Մինչև այսօր մենք աշխատել ենք մեր սարքավորումների հագեցածությունը ճամբրուկների տեսքով մեր ձեռքերում է եղել, իսկ այսօր հագեցվածությունը մեքենայի մեջ է։ Մեքենան է հագեցրած սարքավորումներով, տեսքն էլ ավելի կոմֆորտ է, ավելի գեղեցիկ։
Պատասխանատուները փաստում են բժիշկները, բուժքույրերը, նաև վարորդները հատուկ ուսուցում են անցել, այսինքն թիմային հասկացություն է ձևավորվել, եւ դա թույլ կտա բարդ իրավիճակներում թիմային աշխատանք իրականացնել եւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ։ Հնարավորություն է ստեղծում, որ մենք ավելի լայնածավալ գործունեություն ունենանք, քան նախկին, ասենք, մեքենաների մեջ։ Ճիշտ է, բժշկի համար, ասենք, աշխատանքային գործունեությունը անկախ նրանից ինչպիսին է, պետք է նա իրականացնի ըստ հնարավորինս։ Մեր մոտ վարորդները վերապատրաստվել են քույրերի հետ միասին, նրանք վերապատրաստվել են վարորդ սանիտար, որպես կաշխատին իրանք, այդ նշանակում է վարորդները պետք է օգնեն նաև բժշկին, քույրին առաջի օգնություն ցույց տալու համար, այդ այրվածքներ, կոդրվածքներ եւ այլն նասիլքի տեղափոխում, հիվանդի տեղափոխում մնինք անձնակազմի մեջ։ Իդեպ նշենք, որ շտապ օգնության ծառայության արդիականացման ծրագիրը շարունակական է եւ նախատեսվում է բացի Երևանից մարզերում եւս ստեղծել արդի տեղեկատվական տեխնոլոգիաներով եւ դիսպետչերական համակարգչային ծրագրով հագեցված դիսպետչերական կենտրոններ։ Տուբերկուլյոզը հիվանդություն է, որն առաջանում է յուրահատուկ հարուցիչով, չբուժվելու դեպքում հիվանդը վարակում է տարեկան 10-ից 15 մարդու։ Հիվանդության կանխարգելման, բնակչությանը տուբերկուլյոզի տարածման վտանգից պաշտպանելու եւ անվճար բուժօգնություն տրամադրելու նպատակով Հանրապետությունում 2003 թվականից իրականացվում է առողջապահական ազգային ծրագիր։ Մշակվել է հակատուբերկուլյոզային ռազմավարություն, որը հայտնի է ԴՕՑ անվանումով, այսինքն քիմիաթերապիայի ամիջական վերահսկողությամբ կարճ կուրսեր։ Տուբերկուլյոզով հիվանդների բուժումն ամբողջապես իրականացվում է պետության միջոցների հաշվին։ Վերջին տարիներին ուշադրություն է դարձվում ոչ միայն հիվանդների նկատմամբ, այլև նրանց հետ ամիջական հաղորդակցվողների, ընտանիքի անդամների։ Օրերս Հանրապետական կուսակցության, առողջապահության նախարարության, Շիրակի մարզպետարանի ջանքերով տուբերկուլյոզով հիվանդ ունեցող ընտանիքների 20 երեխաներ մեկնեցին Դիլիջանի առողջարան, որտեղ կհանգստանան 50 օր։ Մասնագետների գնահատմամբ, եթե տարիներ առաջ տուբերկուլյոզ հիվանդության առումով Հայաստանում գրեթե խնդիր չկար, ապա այսօր արդեն անհանգստանալու առիթ կա։ Միայն վերջին 10 տարվա ընթացքում Հանրապետությունում տուբերկուլյոզով հիվանդների թիվը 100,000 մարդու շրջանում աճել է 2.5 անգամ։ Այս 3 տարի մոնիտորինգը ցույց է տվել մեզ, որ մենք ունենք աճ տուբերկուլյոզի հիվանդությունը տարբեր հասակի, տարբեր սեռերի, տարբեր սոցիալական խմբի մարդկանց մոտ։ Անցյալ տարի մեր պոլիկլինիկայի կողմից սպասարկած տերիտորիայի մեջ հայտնաբերել ենք եւ հաստատվել է 23 տուբերկուլոզ տարբեր ձևերի, թոքային ու ոչ թոքային ձևերը։ Յուրաքանչյուր տարի աշխարհում հայտնաբերվում է տուբերկուլյոզի 450,000 նոր դեպք։ Օտակատիլային ինֆեկցիա համարվող տուբերկուլյոզը համարվում է նաև սոցիալական հիվանդություն, քանզի այս հիվանդությամբ հաճախ տառապում են սոցիալապես անապահով մարդիկ։ Տուբերկուլոզը իրոք սոցիալական հիվանդություն է, կարելի ասել մի քանի տարի առաջ բավական բարձր թվերի վրա էր գտնվում տուբերկուլյոզով հիվանդացությունը հանրապետությունում։ Իվերջապես այսօրվա դրությամբ կարելի ասել ստաբիլիզացվել է իրավիճակը։ Իրավիճակը մասնագետները վերահսկելի են համարում, հատկապես կարևոր հանգամանք է համարվում հիվանդության բուժումը պետական միջոցների հաշվին, քանզի այս հիվանդությամբ հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ են հիվանդանում։ Ամեն դեպքում հետևողական բուժման շնորհիվ հիվանդության բուժման լավ արդյունքների կարելի է հասնել, ասում է թոքերի մասնագետ Վլադիմիր Ադամյանը։ Եթե հետևողական են հիվանդները տեղերը խմեն ու բժիշկների ացածները կատարվեն, մենք ունենք լավ արդյունքներ, որոնց տարիներով մարդիկ էլ չեն հիվանդանում, եթե շատ մեծ բան է կախված սանուս աշխատանքից։ Ներկայումս աշխատանքներ են տարում նաև տուբերկուլյոզով հիվանդների հետ շփվողների առողջության վերահսկողության առումով։ Նման ընտանիքների երեխաների ամառային հանգիստն այս տարի կազմակերպվելու է Հանրապետության առողջարաններում։ Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայից օրերս Դիլիջանի առողջարան մեկնեցին գյումրեցի 20 երեխաներ։ Այս կոնտակտավոր երեխաներին մենք պետք է ուղարկենք առողջարան, մեր Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի մարզային իշխանությունների եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ուղարկում ենք առողջարան, որովհետեւ այս երեխաները 50 օր առողջարանում ուրեմն բուժվեն եւ այնտեղ ստանան իրենց համապատասխան միջոցառումները, այն ինչ որ պետք է կատարվի առողջարանում։ Սիսակ Վարդանյանը մոտ 35 տարի է, ինչ տուբերկուլյոզով հիվանդ է, մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ասում է նրանց ջանքերի շնորհիվ է, որ վերջին մի քանի տարին իրեն առավել կազդուրված է զգում, անգամ կարողանում է աշխատել։ Հիմա որդուն նշանին ճանապարհում է ամառային հանգիստը Դիլիջանում անցկացնելու։ Նման ձեռնարկը միայն ողջունելի է, ասում է Սիսակ Վարդանյանը։ Երկար տարիների հիվանդ եմ, գրանցված եմ պոլիկլինիկայի ամբուլատոր բուժում ստանամ, այս երկրորդ անգամն է երեխան կերտա, շատ կարևոր է, երեխան կերտան, իրանք իրանց համ կհանգստանան,
համ կշփվին։ Մակրոտ ամեն ինչը ազդում է հենց մեր հոգեկան վիճակի վրա, հանգստություն է պարգևում մեզ եւ ավելի թարմ ուժերով կգանք սովորելու ու նոր բարձունքներ նվաճելու։ Իմացա, որ Դիլիջան է, համաձայնվեցին, որ մեր երեխան է գնա թորնիկից։ Օդը փոխվի, բնության կրկում։ Հետո շրջապատից միջավայրից կկտրվի, իրեն լավ կզգա երեխաների միջավայրում նորից։ Նշենք, որ ձեռնարկը շարունակական է տուբերկուլյոզով հիվանդ ունեցող ընտանիքների այլ երեխաներ եւս առաջիկայում հնարավորություն են ունենալու հանգստանալու հանրապետության այլ առողջարաններում եւս։ Բնակչության շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացման, փրկարարական աշխատանքներին կոչված բոլոր կառույցների եւ ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով հանրապետությունում, մասնավորապես Շիրակի մարզում պարբերաբար անցկացվում են հրամանատարաշտաբային ուսումնավարժանքներ։ Օրերս Գյումրիում անցկացվեց հերթական ուսումնավարժանքը, որի մասնակցում էին պատասխանատու բոլոր կառույցները։ Ըստ սցենարի Գյումրիում տեղի էր ունեցել 7-ից 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի արդյունքում կային տուժածներ։ Արագ պետք է իրականացվեր որոնողափրկարարական աշխատանքներ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես երկրորդ հարկից կան հնչյուններ հմուկտուծանց, այլեր կան տուժածներ։ Սա Գյումրու երկրաշարժ տեսած շենքերից մեկն է, կիսաքանդ եղել, ծածկի սալերը քայքայվել են, հանգույցներում էլ բավական լուրջ թերություններ են առաջացել։ Գյումրու Սավոյան փողոցի նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի 88-ին դեռ շահագործման չհանձնված այս մասնաշենքը ուսանող ընդունելու հնարավորություն այդպես էլ չունեցավ։ Ըստ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի համար մշակված պլանի, հենց այս շենքն է 7-ից 8 բալ երկրաշարժի արդյունքում վնասվել։ Կան եւ փլուզումներ եւ հրդեհ է բռնկվել։ Երկրորդ փուլում, որը շենքի ձախ կողմում էր արդեն ընթանում, աշխատում է Շիրակի մարզի զուտ փրկարարական ջոկատը, որը իրականացրեց փլատակների տակից մարդկանց հայտնաբերում, սրտի կանգով մարդեր հայտնաբերել, օգնեց դուրս բերել դեպի բանվիճակ, բուժկետ եւ հիմա իրականացում է արդեն վերևի հարգերից ուրեմն մարդկանց տարահանում։ Մինչ փրկարարական աշխատանքների իրականացումը փրկարարներն ու սեյսմիկ ծառայության մասնագետներն իրականացրին նաեւ տարածքի զննման աշխատանքներ։ Մինչև այդ ուրեմն կատարվեց հետախուզման ընթացքում ուրեմն անհրաժեշտություն առաջացավ գազի, լույսի, ջրի անջատումներ, ինչը կատարվեց տեղում համապատասխան ծառայությունների կողմից։ Անջատելուց հետո, զեկուցելուց հետո նոր փրկարարական աշխատանքները սկսվեց։ Երկրաշարժի ուրեմն գրանցումից հետո անմիջապես ուժեղացված ռեժիմով մտել է աշխատանքի մեջ։ Մասնագիտական խմբերը սկսել են իրականացնել մակրոսեյսմիկ ուսումնասիրություններ, կազմվել են նախնական իզոսեյսների քարտեզները։ Աշխատանքներին մասնակցում են բոլոր պատասխանատու կառույցները, դրանք ղեկավարում է Շիրակի մարզպետը, ընդհանրապես ուսումնավարժանքները կարևորում են քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից, բոլոր ծառայությունները պետք է պատրաստ լինեն բնակչության անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, եթե չտա Աստված պետք լինի, ասում է փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը։ Ցանկացած ծառայության աշխատանք կարևոր է յուրովի, չկա առավել կամ պակաս կարևոր աշխատանք, անհրաժեշտ է համագործակցել։ Մեր բժիշկները ունեն փորձ այդ աշխատանքում, հենց երկրաշարժի ժամանակ էլ ունեցել են մեծ փորձեր, բայց այս տիպի վարժանքները ավելի հնարավորություն է տալիս, որպեսզի ժամանակի մեջ արագ կազմակերպվի, արագ ծավալվի եւ արագ բուժօգնությունը իրականացվի։ 1 զոհ 6 վիրավոր 4 այրված 2 կոտրված սկզբում իհարկե առաջին բուժօգնություն, արհեստական շնչառություն, վերքերի տեղայնացում, հետո արդեն բժիշկ մասնագետների անմիջական օգնություն։ Դա իմիտացիա է, բայց իմիտացիան պետք է կազմակերպվի այն տիպի, որպեսզի մեր բժիշկներն էլ հետագայում կարողանան ավելի հստակ ժամանակ չկորցնեն եւ ավելի արագ կարողանան այդ աշխատանքներն իրականացնել։ Փրկարար ջոկատի հրամանատար Հայկ Պետրոսյանը վստահ է, լավ պատրաստված փրկարարը կկարողանա ճիշտ կողմնորոշվել արտակարգ դեպքերի ժամանակ։ Ամեն դեպքում արտակարգ դեպքերը երբեք չեն կրկնվում, ասում է Հայկը։ Մեր աշխատանքը այն աշխատանքներից մեկն է, որը իր մեջ պարունակում է յուրահատուկ սպეციფիկա, այսինքն ոչ մի դեպք հաջորդ դեպքի նման չէ, այսինքն դեպքերը մեկը մեկի նման չեն եւ անկանխատեսելի են։ Հազար մի փորձությունների կարող է հանդիպել փրկարարը, հատկապես երկրաշարժի ժամանակ, հատկապես որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ եւ հատկապես փլատակների վրա աշխատելուց։ Ընդհանրապես երկրաշարժի թեման պատահական չէր ընտրվել, հատկապես մեր մարզում բնության այս երևույթին պետք է մշտապես պատրաստ լինել։ Երկրաշարժը անտեղի չէր ընտրված, ինչ գիտեք, որ Շիրակի մարզը զերծ չի երկրաշարժի այդ վտանգներից, ընտրված էր ուրեմն նպատակային ձևով, ինչը կատարվեց եւ բոլորի դաշտի պես տեսակ ինչ կատարվեց։
Շիրակցիները արտակարգ իրավիճակներում գործելու տառը փորձ ունեն, մեր վրա ենք զգացել, թե ինչ է նշանակում նորմալ գործող փրկարարական համակարգ չունենալը։ Հիմա արդեն սխալների վրա սովորել ենք, պատրաստվել է պետք։ Իսկ մասնագետները միմյանց ու բոլորին ցանկանում են այսօրինակ աշխատանքներ իրականացնել միայն ուսումնավարժանքների շրջանակներում, իրական կյանքում դրա կարիքն այլևս չլինի։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտն արդեն երկրորդ տարին է տալիս է մագիստրատուրայի շրջանավարտներ։ Բուհական կրթության երկրորդ աստիճան ստանալու հնարավորություն կա 11 մասնագիտությունների գծով։ Այս տարի մագիստրատուրա է բացվել նաև ֆիզկուլտուրա բաժնում, իսկ ընդհանուր առմամբ ինստիտուտում ուսուցումն իրականացվում է 30 մասնագիտություններով։ Բուհի մագիստրատուրայում այժմ սովորում են 300 ուսանողներ։ 2011 թվականին մագիստրոսի կոչում ստացան 100-ից ավելի շրջանավարտներ։ Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում, որտեղ նորավարտ մագիստրոսները երթվեցին ծառայել սեփական երկրի կրթական համակարգի զարգացմանն ու կայացմանը։ Հուզիչ պահ է, որովհետև արդեն երկրորդ տարին է մենք տալիս ենք մագիստրոս շրջանավարտներ։ Ամեն տարի մանկավարժական ինստիտուտ ավարտում է 1000-ից ավել ուսանողներ։ Իհարկե ինձ համար շատ ուրախալի են նաև բակալավրական համակարգում սովորող եւ ավարտող շրջանավարտները, բայց չգիտեմ ինչու մագիստրատուրայի շրջանավարտները ինձ համար ավելի հոգեհարազատ են։ Դուք հիմա ոտք եք դնում կյանքի նոր փուլ եւ այդ առիթով ուզում եմ մաղթել ամենակարևորը՝ ձեր կարևորագույն առաքելության իրականացման համար հայրենասիրություն, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, նախաձեռնող եւ հանդուրժող լինելու կարողություն, համբերություն, եռանդուսեր։ Ձեզանից եւ ձեզ նման հազարավոր ուսյալ երիտասարդներից է սկսում երկրի քաղաքացու ապագան եւ այդ գիտակցությունը թող գրավիչ լինի ձեզ կյանքի բոլոր ոլորտներում։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է գյուղացիական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ապահովման ծրագիրը։ Սա